Բարև ձեզ։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր խոսքը։ Եվ այսպես, ինչպես գիտեք, վերջերս Հայաստանի ազգային ժողովը ավելի շուտ քպականները օրենք ընդունեցին, համաձայն որի հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Իսկ այսօր այսինքն, այսօր օրը ոչ աշխատանքային է, վաղ առավոտյան շատ շուտ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Խաչատուրյանը, նույնիսկ Բարսեղի Պաշտոնյաները եռաբլուրում էին։ Իմիջիայլոց այնտեղ էին նաև 44-օրյա պատերազմում զոհված մեր շատ զինվորների հարազատներ, ծնողներ, ովքեր այնտեղ էին, որպեսզի հակառակ ցույց տա, որպեսզի այս մարդիկ մոտենան իրենց զավակների շիրիմներին, ըստ իրենց խոսքի բղծելով այն։ ճիշտ են ասում, այո։ Եվ առավոտյան Նիկոլ Փաշինյանը սիրելի ժողովուրդ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի ու խոնարհման օրն է այսօր։ Ժողովրդական այս ձևակերպման մեջ մեծ սեր կա, մեր իրականության մեջ մեծ սեր կա հանուն հայրենիքի իրենց կյանքը տված նահատակների նկատմամբ եւ մեծ պատասխանատվություն։ Այսպեսի հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջխոնարհվելը մեր պարտքն է։ Սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Բայց այս օրից ինքնով մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը ավելանում է պատասխանատվություն այն բանի համար, որ մեր նահատակների զոհվածություններն իզուր չեն։ Մի խոսքով, մեզ պատահած ավարտներից հետո ամեն օր ամեն աստծո կառավարության ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել գտնելու մի շատ կարևոր հարցի պատասխան։ Իսկ ինչ պետք է անել, ինչպես անել, որ մեր նահատակների զոհվածություններն ապրեցնում ունեն եւ ոչ թե կոտրով։ Ու տեսնում եք ըստ էության ամբողջ չմեջվերը Նիկոլ Փաշինյանի գրառումն է ու ինչ են անում իրենք այս իրականության մեջ, իրենք էին որ գեներացրեցին մեր տղաները զոհվեցին հանուն ոչինչի եւ հիմա ախպերություն են անում Ալիևի հետ, բենզին են բերում ընդեղից, գոնե պետք է ասենք ամոթ ունենան չգնան եռաբլուր, էլի հասկանում եք։ Այս սա կասեն, փառք եռաբլուրին, փառք մեր զոհված տղեկին, բայց քանի դեռ այս իշխանությունները կան, Մարիամ ջան, մեր պարտությունները, մեր կորուստները ու այդ տղեկի այնտեղ այդ տղեկը այնտեղ պարկած են լինելու երևի գերեզմանում մի քանի անգամ արդեն ֆռացել են։ Մինչև այս իշխանություններին չփոխենք, այս ծնկած իշխանություններին չփոխենք, եռաբլուրում պարկած տղեկը հանգիստ այնտեղ չեն պարկի։ Մեր նման մարդիկ էլ հանգիստ չեն գնա եռաբլուր։ Հիմա այս ամեն անգամ եռաբլուր գնալուց ես էլ եմ ամաչում, որ հələ այդ տղեկի վրեժը լուծած չի, որ այդ տղեկը այնտեղ հանգիստ պարկած չեն, հասկանում եք։ Իսկ այս իշխանությունները պետք է գոնե ամոթ ունենան, եռաբլուր չգնան, որտեղ այդ ծնողներն են, չի ասում, այդ զոհվածի ծնողներն են ասում, գալիս եք այստեղ պղծում եք, որտեղ դուք տարա կոտորեցիք այդ մարդկանց, հանձնեցիք Արցախը, հիմա էլ այդ մարդկանց սարքում եք տերորիստ, ասում եք օտար հողում գնացնենք կռվին արի, այսինքն եռաբլուրում պարկած մարդկանց Նիկոլ Փաշինյանը այսօր սարքում է տերորիստ, երբ որ հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանն է ու մենք անիմաստ կռվել ենք այդքան տարի, հասկանում եք, սա կասեմ Մարիամ ջան։ Այս ամենը մանավանդ հունվարի 28-ի ֆոնին, հաղթանակած բանակի օրվա ֆոնին, որ ընդունել են իրենք, սա ինչ նպատակ է հետապնդում ստվերելու իրականում են իրական հաղթանակները, որ մենք ունեցել ենք եւ Իրական հաղթանակների ստվերողը հենց իրանք են իրանց առկայությամբ, թե չէ օրը իմ կարծիքով ինչ օր է լինի լավ է որ հիշատակի օր կա, այդ օրը պետք է լինի ու 27-ը չեմ կարող ասեմ, կարող են մի ուրիշ օր էլ ընտրեն, չգիտեմ, բայց որ հիշատակի օր կա, դա շատ լավ է, բայց մեր հաղթանակները ստվերողը հենց այս իշխանություններն են։ Եթե կհեռացնենք այս իշխանություններին, կբերենք մի հատ նամուսով իշխանություն, ոնց որ ունեցել են 30 տարի, այդ ժամանակ արդեն մեր հաղթանակները չեն ստվերվի։ Սա կասեմ, Մարիամ ջան։ Շնորհավորում։ Շնորհավորում էր Սուրեն Պապիկյանը, օրվա ներողություն, բառ սխալ օգտագործեցի, այսինքն օրվա խորհրդի պարզ է, շատ ներողություն, պաշտպանության փոխնախարարն էլ այսօր եռաբլուրում էր ինքը նաև եւ խոսում էր, որ բանակում ամեն ինչ նորմալ է, բանակում ահան դեպքերը կրճատվել են, խնդրեմ ես մասը։ Այսինքն ինչն է ամեն ինչ նորմալ բանակում։ Մենք հիմա բանակ ունենք, որ մի հատ էլ նորմալ լինի կամ նորմալ չլինի։ Հիմա մեր այս իրանց ասած այս խաղաղ վիճակը կախված է Ալիևի ցանկությունից։ Այսինքն Ալիևը օրերից մի օր կարող է բռնի երկու բաժակ խմի ու հավեսը տա ասել մի հատ բոմբի տարեք։ Այն այս չեք լսե որ ասել նույնիսկ Հայաստանի ցանկացած տարածքում եթե մենք վտանգ տնանք, այդ տարածքին կխփենք։ Ադրբեջանին վտանգ տնանք կխփենք։ Դա եղավ խաղաղություն։ Ինքով է որ մեր տարածքին խփի, հասկանում եք։ Այսինքն այդ նշանակում որ Ալիևը կարող է երկու բաժակ մի օր խմի ու ասենք զլոն կողի, ես չգիտեմ խմած վախտ ինքը ոնց է դառնում։ Ու սկսի բոմբի տանել Հայաստանի ցանկացած տարած, ասի տեղից վտանգ էինք մենք տեսնում, հա, դա խաղաղությունը։
Այսինքն մենք հիմա նստենք աղոթենք, ասում որ հանգարց Ալիևը երկու բաժակ չխմի, հա։ Այդ չեղավ խաղաղություն։ Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ մենք ունենանք այնց բանակ, որ այդ բանակից սարսափելով Ալիևը ինչքան էլ խմածանի կներեք դեղի տակել լինի, այն ամենավերջի պայն մտածի ասերա կնոպկին սխմեմ, հակադարձ բոմբը կգա կմտնի իմ համապատասխան տեղս։ Այդ ժամանակ կլինի խաղաղություն։ Այսինքն խաղաղություն Թուրքիայի հետ կլինի մենակ այն ժամանակ, երբ որ մենք ուժերը հավասարակշռված են, մենք այնքան ուժեղ ենք, որ իրանք առաջ երթին վախենան մեր ուժից, որ իմանան, եթե մեզ խփեն, պատասխան հարվածը իրանց հարվածից ոչ պակաս կլինի։ Այդ ժամանակ կլինի խաղաղությունը։ Իսկ երբ կլինի դա, երբ որ մեր գերագույն գլխավոր հրամանատարը, մեր հանրապետության առաջին դեմքը կլինի ուժեղ տղա, ոնց որ կար 30 տարի, ոնց որ 30 տարի մեր նախագահներն էին, ու ոնց որ 30 տարի մեր անվտանգություն ապահովողներ։ Բոլորս էլ գիտենք ով է եղել այդ մարդը, որ բոլոր իշխանությունների օրոք ապահովել է Հայաստանի անվտանգությունը։ Դա Սերժ Սարգսյանն է։ Այս Սերժ Սարգսյանի օրոք, բա Վահագն Խաչատրյանին, այն օրը որ լսել եք, չէ՞ որ որ շնորհակալություն էր հայտնում։ Նույն Վահագն Խաչատրյանը Սերժի օրոք ոնց էր պահում իրան։ Սեր, դու գիտեք այսօր նենց ուշ է եթում, հա, նենց բեսամ շնորհականը, հա, Ալիևից, որ ուշը պատիկը քերթի Ալիևին կգցեին կողմ, բայց ստիպված Ալիևին շնորհակալություն ասում, որ Ալիև Ձյաձյան հանգարց չջղայնանա, չկրակի, նոր զոհեր չունենանք, նոր գերիներ չտանի, նոր տարածքներ չվերցնի։ Ինչն է փոխվել։ Ընդամենը փոխվել է երկրի գերագույն գլխավոր հրամանատար ու առաջին դեմքը։ Այսինքն քանի դեռ առաջին դեմքը Նիկոլ Փաշինյանն է, ով էլ լինի երկրորդ, երրորդ, չորրորդ դեմքը այս մեր պետությամբ, դե այդ շնորհակալություն հայտնի չոքի լզի այն ոտի կոշիկների տակից մինչև ինչ կա չկա ինչքան օրգան ունի լզի Ալիևի, որպեսզի Ալիևը չջղանանա։ Այսինքն դա գալիս է մեր երկրի համար մեկ դեմքից։ Իսկ Սերժի օրոք ոնց էր։ Հենց Նիկոլը ոնց էր պահում իրան Սերժի օրոք։ Հիշում եք։ Այդտենց կպահեր Աղդամը Սերժի օրոք Ալենի հայրենիքներ։ Մի հատ հիշեք էլի։ Սերժ Սարգսյանի օրոք Աղդամը Ալենի հայրենիքներ։ Հիմի Ալենը կարա Աղդամ բարի գոնե ատառը ասի։ Ինչն է փոխվել, Մարիամ ջան, փոխվել է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Ես ասում եմ մեր ժողովրդին ու նաև մեր ընդդիմությանը։ Ուզում եք հետ գան հին ժամանակները։ Ուզում եք որ Վահագն Խաչատրյանը ստիպված չելնի լպստի։ Դե չէ, Չէ, իմ կարծիքով Վահագն Խաչատրյանը ստիպված է դա անում, իմ կարծիքով Վահագն Խաչատրյանը ուրախ չի էս ամեն ինչի համար, ստիպված է դան, որովհետև եթե այտենց չպահեր իրան, ի՞նչ է տեղի ունենալու։ Հրաժարական տա իր տեղը մի հատ ուրիշն է գնալու լզի, հա։ Հիմա նայեք տեսեք, Մարիամ ջան, հասկացա։ Հիմա նայեք տեսեք, ես իմ կարծիքն եմ ասում, եթե ասենք այս ամեն ինչը կախված լինի Վահագն Խաչատրյանից օրինակ, օրինակ տեսեք, դեպուտատներից կախված է պարլամենտի ԿՊ-ի, չէ՞, իրանք կարան բան փոխեն, միանան իմպիչմենտին ու փոխեն։ Բայց եթե նախագահից էլ ինչ-որ բան կախված կլինի, ես կասեմ դու դավաճան ես, քիչ ես մի բան անում։ Հա շատ-շատի հրաժարական տա իր տեղը մի հատ ուրիշը գա գնա այդ շնորհակալությունը ասի։ Հասկանում եք։ Ես տենց եմ կարծում, Վահագն Խաչատրյանին ես կարծում եմ, որ ինքը ստիպված է ասում, որ այսինքն չէր կարա ուրիշ ձև ասի, կարա ուրիշ ձև խոսա հիմա։ Հայաստանում կարա գտնվի մի հատ պաշտոնյա այսօր, որ կարա Ալիևի հետ տաղավարի խոսա։ Հենց խոսա հաջորդ օրը Նիկոլ իրան էլ կդատի, կնստացնի։ Չի կարա խոսա։ Կամ Ալիևը կջղայնանա, իրոք կկրակի, իրոք գերիներ նորից կտանի, տարածքներ կգրավի, սաղ կասեն այդու էշեշ խոսալուտ արդյունքներ սա։ Դրա համար ինչն եմ ասում, Մարիամ ջան, ոչ թե պետքա մենք այդ ասեն սենց խիանենց, այլ մենք պետք է նայենք, այդ ինչ եղավ, որ սենց եղավ, ինչ եղավ, որ նույն Վահագն Խաչատրյանը, որ եղավ կզծրած խոսում էր, ու ցանկացած հայ կզծրած խոսում էր Ալիևի հետ ու ցանկացած ադրբեջանցու հետ։ Իսկ հիմա կզած են բոլորը Ալիևի ու թուրքերի առաջ։ Ինչ եղավ։ Եղավ այն, որ 18 թվին հելա մերժեցիք այն իրականությունը, իրավիճակ փոխվեց։ Հիմա այդ վերադարձնելը հայ ժողովուրդ ջան, ձեր ձեռն է, եթե ձեր դուրը գալիս է, որ Վահագն Խաչատրյանը մերսի ասում Ալիևին, իմ դուրը չի գալիս։ Ես նվաստանում եմ։ Եթե ձեր դուրը գալիս է, ինչ ասեմ, շարունակեք այս իրավիճակը։ Շարունակեք երրորդ ուժեր փնտրելը, շարունակեք նոր ամփորձներին փնտրելը։ Իսկ եթե ուզում եք, որ հետ գային հին ժամանակները իր թերություններով հանդերձ, ես երանի եմ տալ այդ ժամանակներին։ Էլի ամեն ինչը ձեր ձեռն է, ժողովուրդ ջան, առավել եւս ընդդիմություն ջան։ Այսօր ձեր ձեռն է ամեն ինչը։ Մենք տեսնում
Ճիշտ է ասում, ճիշտ է, Զանգեզուրի միջին, այո, ճիշտ է ասում։ Եվ Հայկ Մամիջանյանը, եւ Քրիստինե Վարդանյանը, եւ մյուսները բացատրեցին, որ փաստացի այսօր ամերիկյան կողմը բանակցում է ադրբեջանական կապիտալի հետ Կամ ամենավերջում, կներես Մարիամ ջան, ամենավերջում լավ հենց իմանանք տվել է Ամերիկային, բանին չի տվել, Ադրբեջանին չի տվել, թեկուզ Ամերիկային խես տալի։ Ինչի համար էս մեր ճամփեն տալիս Ամերիկային։ Հա Ամերիկայի ցավն էլ տանեմ, հարց չկա, հեգեմոն պետությունը աշխարհի տերն է, ես ուզում եմ որ հենց Ամերիկան դառնա աշխարհի տերը, որովհետև Ամերիկան իրոք այն պետությունն է, որ բոլորի պետությունն է, նաև մեր, ընդ ազգություն չկա։ Ամերիկան թող իշխի սաղ աշխարհին, իհարկե բացի Ռուսաստանից ու իր ազդեցության գոտուց, որտեղ պետք չի կարա։ Ես դա ուզում եմ, բայց թեկուզ Ամերիկային ինչի մարես տալի այդ ճամփեն, մեր ճամփեն ինչի մարես տալի Ամերիկային։ Ես սա կասեմ։ Մեր ճամփեն թողնա մեզ։ Դրա դիմաց, եթե ինչ-որ մի բան էլ մենք ստանանք նմանատիպ ճամփ ասենք դեպի հենց մանանք Ռուսաստան, հա կասեմ, հա։ Հենց նենց տեղը դու մեր ճամփեն, ուզում ես ճամփեքը բացվեն, թող բացվեն, ինչ է եղել։ Թող բացվեն, բայց մեր ճամփեքով մեր վերահսկողության տակ։ Թող Ամերիկան գա ստեղ ներդրումներ անեն, անգամ լսում էի Բանին Արադ Միրզոյանին էի լսում, եկել այդ ԿՊ-ական դեպուտատներից մի երկու հոգի են, անունները չեմ հիշում, դե չեմ էլ իմանում դրանց անունները ես։ Ասում են դուք էս եք տվել, այն եք տվել, սաղ գույք պարտքի դիմաց, էս եք տվել, այն եք տվել ռուսներին, նախ ռուսներին չես կարա չտաս, ուզում եմ ասեմ, ստեղի այս տարածքի տերտիրակը ռուսն է, դու ռուսին որ ուզես էլ չտաս, չես կարա չտաս կնես Ուկրաինայի օրը, բայց դա դնում եմ մի կողմ, հարց չկա, թող Ամերիկան էլ գա ստեղ ներդրումներ անի, թող Ամերիկան էլ գա ստեղ բաներ սարքի, շինություններ սարքի, տնտեսության մեջ մեծ ներդրումներ ունի, մեծ սեփականատեր դառնա, բայց ճամփեն խի ես տալիս իրան։ Դու ճամփեն ես տալիս իրան, այդ ցավտան։ Թող այդ ճամփեն թողներ մերը, թող բացվեր էլի, հարց չկա, ճամփեքը թող սաղ բացվի, թող Ամերիկան էլ գար այդ սաղ տրասիվին հյուրանոցներ սարքեր, չգիտեմ ինչ է սարքեր։ Կասեի լավ է կանում։ Նույնիսկ էդ էլ որ չանի, գիտեմ, էդի կարող է վերջում սա Հայաստանն էլ սենց վերցեն տան Ադրբեջանին, Մարիամ ջան, էդ իլը դնում եմ մի կողմ, ես ասեմ հենց թեկուզ Ամերիկային խի ես տալիս։ Ինչի համար ես տալի Ամերիկային, ինչի դիմաց ես տալի Ամերիկային։ Նրա դիմաց, որ Ամերիկան Ադրբեջանին ասի հանգարց չկոտորես հայրին, հա, դրա դիմաց։ Ինչի դիմաց էլի։ Էլի ճամփեքը թող բացվի, Ամերիկան թող ներդրումներ անի, նորից եմ ասում, թող այդ սա այդ Զանգեզուրի միջանցք կոչված այդ ճանապարհը ծերիստեն ամերիկական օբյեկտներ են, էլ հյուրանոցներ, էլ չգիտեմ չէ։ Ո՞վ ասում չէ։ Ուրախ կլնենք, մեզ հարկը մուծեն, բայց ճամփեն, խի ես տալի 74 թե 76% Ամերիկային։ Ինչի համար։ Թեկուզ Ամերիկային, էլի։ Հիմի որ մեկ ասեր այդ ճամփեն տվեք Ռուսաստանին, Վարդան Ղուկասյանի նման կտանեն կնստեցնեին։ Կասեին մեր ինքն իշխանությունը, բա որ Ռուսաստանին չես կարա չտաս։ Հեսա ռուսինն է։ Ով չտա, ընկնել է Ուկրաինայի օրը։ Ճիշտ է ասում, խելացի մարդ է, ինձ լսում է հաստատ Թրամփ, այդ իմ բոցը լսել եք, չէ՞ որ ասում եմ, լսում է, չէ՞ էս Թրամփը, բայց ճիշտ է անում։ Թրամփը հիմա Մարիամ ջան, ուզում է վերցնի սաղ աշխարհը ու շատ ճիշտ անում, դա շատ լավ կլինի, որ սաղ աշխարհը վերցնի Թրամփը։ Բացի Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Հիմա եթե Մարիամ ջան, եթե Թրամփը ուզում է հեգեմոն դառնա աշխարհում, հեգեմոն լինի, ինքը դա կարա անի մի դեպքում, եթե ընկերանա Ռուսաստանի հետ, լավ հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ։ Եթե թշնամացա Ռուսաստանի հետ, ես սրա մասին միշտ ասել եմ, ռուսը առնակամլնելով նախկին սոյուզը վերցնելու է, Ամերիկան սաղ միլիարդները տանելու է լցնի ուկրաինական ճակատ կամ նոր ճակատ հեսա կարող բացվի, դե բանկրոտի ենթարկվի, Չինաստանն էլ դառնալու է հեգեմոն։ Իսկ եթե Ամերիկան ուզում է սաղ աշխարհը գրավի ու իր համար մեկ հակառակորդ Չինաստանին գծերից գծի, որը որ իրոք Չինաստանի հզորացումը սպառնալիք է ամբողջ աշխարհին, եթե Չինաստանը դառնա հեգեմոն, դա սպառնալիք է ամբողջ աշխարհին։ Ես հարգում եմ չինացիներին, բայց դու իրանք կլինեն միջին պետություն։ Եթե հեգեմոն դառնան, դա սպառնալիք է։ Իսկ Ամերիկան եթե դառնա հեգեմոն, շատ լավ է։ Հա, բա ճիշտ են անում։ Չգիտեք ինչ է համար, բապտի ենթարկվեին, բանակով է վտանիմ, լսեք, եթե աշխարհում այդ ձեր ասած հավասարությունն է լինի, սա հավասարն են, անընդհատ պատերազմներ են լինելու։ Մեկը մեկին ամեն մի պետություն ճիշտը յուրովի է հասկանում։ Ու իհարկե կոտորեն անընդհատ պատերազմներ։ Դի աշխարհում լինի հեգեմոն պետություն, որ սաղին վերահսկի, սաղ ենթարկվեն իրան։ Բայց այդ հեգեմոն պետությունն էլ մենք պետք է ուզենք լինես պետություն, որը որ մարդու իրավունքները շատ բարձր մակարդակի վրա կպահի, այսինքն մարդու ազատությունը կլինի շատ բարձր մակարդակի վրա, մարդը իրոք կլինի բարձրագույն արժեք։ Հիմա նայեք տեսեք, Հիտլերը որ աշխարհը գրավել օրինակ, ինչ էր լինելու։ Բացի արիական ցեղից մնացած սաղ ստրականալու էին։ Այսինքն դա շատ վատ կլներ։ Իսկ որ Ամերիկան է գրավում աշխարհը, աշխարհում սաղ տեղերը մարդը լինելու է ազատ, պետություններն են կախված լինելու։
Խիբ ասկա ազատ չի։ Ասկա մի րոպե Մարիամ ջան, Ամերիկայի մարդը ազատ չի։ Բա ի՞նչ է, բա հենց այնտեղ է ազատ։ Առաջիկան ստացվում է նաև որ փոխնախագահն է գալու Միացյալ Նահանգների, նաև շատերը այսինքն պարոնաշրջաններ են կոչարել, որ Մենսիգալը պետք է նպատակահարմար օգտագործել եւ բարձրաձայնել, որ առաջին քրիստոնյա Ով էր ասում։ Հա, ճիշտ էր ասում, Աբրի Աշոտյանից ցավը տանեմ։ Քրիստոնյաները հալածվում են, սրբազանները կալանավորվում են։ Ճիշտ է ասում, այո։ Բախի բանտերում են։ Ճիշտ է։ Շատ ճիշտ է ասում Աշոտյանը։ Պետք է օրինակ գեներալները ակցիաներով եւ ցույց Ճիշտ է, իհարկե, միանշանակ այդ օրերին պիտի մեծ ակցիաներ անենք, Աբրի Մալադեց Աշոտյանը իր ցավը տանեմ։ Համ մեր ռազմագերիների համար, համ քաղբանտարկյալների համար։ Ու ոչ միայն այդ օրերին, այդ ակցիաները թող անընդհատ լինեն աշխարհի բոլոր կետերում։ Փառք ասում ենք, ունենք ուժեղ սփյուռք տարբեր տեղերում, սփյուռքը թող լինի ոտի։ Աշխարհի բոլոր երկրներում մեր սփյուռքը թող այդ Ամերիկայի, Ֆրանսիայի ոչ մի հզոր պետությունների դեսպանատների առաջա թե որտեղա սաղ տեղերում ակցիաներ անեն մեր գերիների համար, մեկ էլ մեր քաղբանտարկյալների համար։ Բա թող անեն, դա շատ լավ բան է առաջարկում Աշոտյանը ու ես 2-0-ով կողմ եմ։ Հիմա այսինքն պետք է գեներալներ այս ակցիաները, որպեսզի ցույց տան, որ օրինակ մենք Բելարուսի օրինակով տեսանք, որ Միացյալ Նահանգները ինչպես արեց Բելարուսում քաղաքականներն։ Բա որ Բելարուսից կարացավ ազատի, ստե ոնց չի ազատի, հա։ Հիմա այս ամենի մեջ նաև տեսնում ենք մեր սոցիալական խնդիրները, փաստացի միլիարդների հասնող պարտիվավճարներ, ընդհանուր համակարգի միլիարդ է եւ միլիոնների հասնող պարտիվավճարներ ու ասում են, որ մենք պարտիվավճար տվողներս պետք է լավ ստացողներս իշխանավորներն են ասում, բա պետք է լավ հագնենք, որ թոշակ բարձրացնողներն լինեն, իրենք ամեն պետություն ենք ներկայացնում ու այս ֆոնին մեր թոշակառուները, որ այս ծանր վիճակ են մատնված, խնդրեմ։ Ուրեմն Մարիամ ջան, գոյություն ունի բարոյական կողմ։ Երբ որ 120,000 մարդու դու անտուն ես թողել ու դու երկրի ղեկավարն ես, դու եթե ապրում ես լավ տան մեջ, դա անբարոյականություն է։ Երբ որ քո պատճառով կամ լավ քո չպատճառով չես կարացել պաշտպանես թեկուս, նույնիսկ եթե դու մեղավոր չես, բայց դե մեղավորը սրանք են միանշանակ։ Բայց ասենք թե իրանք համարում են, որ իրանք մեղավոր չեն, բայց ձեր իշխանության օրոք դուք չեք կարացել պաշտպանել 120,000 Արցախում, 120,000 հայի։ Դուք ոնց եք թեկուս լավ տան մեջ կարում ապրեք։ Դա անբարոյականություն է։ Ոնց եք դուք կարում պարգևավճար ստանալ։ Ինչի համար եք ստանում պարգևավճար։ Պարգևավճարը вообще ստանում են լավ աշխատանքի համար, չէ՞ որպես պրիզ։ Այդ ինչ եք արել, էլի որ որպես պրիզ եք ստանում, որ Արցախն եք հանձնել, էտա ձեր պրիզը, որ 120,000 հայ անտուն ու անգերեզման եք թողել, էտա ձեր պրիզը, որ 5,000 տղու կոտորել եք, մի քանի տասնյակ հազար էլ ինվալիդ եք սարքել, հիմա էլ ասում եք դրանք սաղ տերորիստ են եղել, էտա ձեր պրիզը, որ խաղաղություն եք բերել, հա, խաղաղություն եք բերել, որ խաղաղությունը, որ Ալիևի մի բաժակ խմելուց է կախված, այդ խաղաղությունը, կարող է մի բաժակ խմի քեֆը լավանա, ասել եմ մի հատ բոմբի տալեք, ես ինչ գիտեմ, կարող է զլոյա կողում խմած վաղ Ալիևը, ինչ իմանամ։ Բա որ հանկարծ մի բաժակ խմի, հանկարծ նստենք մենք կաղոթենք, որ Ալիևը չխմի ու մեզ բոմբի չանի, հա։ Դրա համար եք պրիստանում, որ քաղբանտարկյալներ այսքան ունենք ձեր ժողովրդավարական բաստիոնում, չնայած թութու աշկով չնամ ոնց որ Սամվել Կարապետյանին, Դավիթ Համբարձումյանին էլի գոնե տնային կալանք տվեցին։ Էլի թող շարունակական լինի, տա Աստված շարունակական լինի, վերադառնանք իրոք ժողովրդավարական Հայաստանին, բայց համենայնպես այս պայի դրությամբ, որ այսքան քաղբանտարկյալ ունենք ձեր ժողովրդավարական բաստիոնում, դրա համար եք բանը պրիստանում, պարգևավճար ստանում։ Ինչի համար եք պարգևավճար ստանում։ Ասենք դա այսօրվա պայմաններում անբարոյականություն է, որովհետև անբարոյականությունը պարգևավճար ստանալը, որովհետև այս իշխանությունների, այս երկրի տերը դուք եք իշխանություններ, պետության տերը, ժողովրդի տերը դուք եք, ու ձեր ժողովուրդը այսօր հələ մի հատ ինչքան մարդիկ են այսօր սոված, ինչքան ծայր աղքատներ ունենք, բա ո՞նց եք դուք կարող դա անեք։ Մարիամ ջան, ուրեմն որ Ղարաբաղը շրջափակման մեջ էր, որ այնտեղ սով վիճակ էր, չէ՞։ Ամեն անգամ հաց ուտելուց ամաչում էի ես։ Աստուն ասում է Աստված ջան կներես, հորս Սարեև ամեն անգամ հաց է, հենց հաց էի վեկան ձերս Ղարաբաղցիք միտքս էին գալիս։ Ասում է Ղարաբաղցիք ջան կներեք ինձ։ Արցախցիներ ջան կներեք, Աստված ջան կներես։ Չէի կարում բգովս չէր էտում այդ հացարը։ Բա դուք ո՞նց եք կարում պարգևավճար ստանաք, որ ծայրեղ աղքատներ կան լիքը երկու, որ 120,000 անտունա մնացել, արա։ Չի կարում այդ իրա գերեզմանների վրա լացի։ Դուք ո՞նց եք ստան այդ բարոյական կողմ գոյություն ունի, գոնե թակուն ստացեք։ Այդ փողը մարդիկ չտենան, արա։ Այս սա կասեմ էլի, ասենք դա անբարոյականություն է, պարտադիր չէ օրենքով լինի։ Հոմենակ օրենքից վեր դա բարոյականությունն է։ Որ ամեն ինչից վեր է։ Բարոյական եղի թեկուզ օրենքը խախտի, նորմալ է։ Բայց երբ որ դու օրենքով ես շարժվում, բայց անբարոյական ձևով ես քեզ սպանում, դա դա է շատ վատ։ Սոցիալական խնդիրները ասում ինչ անենք, 10,000
Դրա մասին այն անգամ եմ խոսացի, ասկի եթե մի հատ մարդ 40,000 դրամով յոլա է եթում, դու պատկերացնում ես 10,000 դրամ իր համար ինչ մեծ փող է, ոնց թե ինչ անենք, 10,000 դրամը մեկ քառորդ, մեկ հինգերորդ մասն է, քիչ է իր համար, 40,000 դրամով, ահա որ թոշակներ 1 միլիոն դրամ ասել, դե 10,000 դրամը ինչ պետք է անի, բայց թոշակը ընդամենը մի 40,000 դրամ արա, 30-ա, 40-ա չգիտեմ կամ 50-ա լավ, բայց 40,000-ի մեջ 10,000-ը մեծ փող չի։ Բայց ճիշտ են ասում։ Բա Մարիամ ջան, 40,000 դրամանոց մարդու համար 10,000 դրամը մեծ փող չի։ Հələ դες քանի տոկոսն է կազմի իր եկամտի ամսական։ Բա իհարկե մեծ փող է։ Բայց որ 10,000 դրամը հարց չի լուծում թոշակառուների համար։ Նիկոլ Փաշյան, մի հատ հարց չես տալի, քեզ, բայց այդ 40,000 դրամով ոնց են ապրում այդ մարդիկ։ Այդ մարդիկ ոնց են ապրում 40,000 դրամով։ Եթե 10,000 դրամը ինչ պետք է լուծի ասում ես։ Ու դու պարգևավճար ես ստանում։ Բգովը տեթում է էդի։ Բգովը տեթում է։ Այդ փողը այն աշխատավարձ ստանում եք հերիք է էլի ձեր սաղ պաշտոնյաները վախտին ինչ են արել եսի մինչի շոֆեր մոֆեր են եղել առաքիչ ու եսի մինչ եղել եթե վաղ կարմին այդ փողով ապրեին հիմա չեն կարում այս իրանց այս աշխատավարձով որ քանի անգամ ավել է իրանց հին աշխատավարձներից ապրեն դի մի հատ է պարգևավճար ստանան երկիրը կործանելու համար Ազատություն մեր քաղ բանտարկյալներին, բոլորին, առողջություն Նարեկիս, ինչը, ազատություն իրան, ազատություն մեր բոլոր սրբազաններին, բոլոր հոգևորականներին են 18 հոգուն, բոլոր մի խոսքով ինչքան քաղ բանտարկյալ կան, իրանց սաղի ցավը տանեմ, ազատություն իրանք նստած են այսօր մեր բոլորիս համար, իրանք նստած են իրանց հայ տեսակի համար, իրանք նստած են քանի որ նամուսով մարդիկ են, ազատություն իրանց բոլորին, առողջություն Նարեկ Սամսոնյանին, իր ցավը տանեմ, առողջություն իրան առաջերտին, հետո նոր ազատություն, որտեվ արդեն ինք են վիճակումա, որ առաջերտին պիտի ազատություն իրան մաղթենք ու այդ վիճակումա այս իշխանությունների պատճառով ժողովրդավարական բաստիոն հռչակած իրանց պետության մեջ։ Դե ճիշտ է ասում էլի։ Իրան էլ առողջություն, իրան էլ ազատություն։ Իհարկե, ու կապ չունի, որ ասենք ես իր քաղաքական հայացքների հետ համաձայն չեմ շատ բաների հետ, բայց ես ասել եմ մի հատ բան իր հայացքներում եթե փոխում է ինքը շատ կարևոր բան, այսինքն վերաբերմունքը դեպի Սերժ Սարգսյան, ես իր հետ ընկերություն էլ կանեմ, որտեղ ինքը կարգին տղա է, համ ինքն է կարգին տղա, համ իր տղեն է կարգին տղա։ Ես իրանց հարգում եմ ու ազատություն իրանց երկուսին էլ սաղ ազգին բռնել են արա, ասենք մարդկային էլի մի հատ նայեք։ Մերոնց վախտով որ բռնում են մեկին, մերոնց վախտով էլ չէ, ելնում էլ բռնում են։ Ասենք որ բռնում են մնացածն էլ էին բռնում։ Դաժե խոսալու համար տղուն էլ տարան բռնել, այսինքն պիտի չխոսակել, պիտի չպորտկակել, էլի ասում է, հասկանում եք։ Այդ տղու հորը տալեք նստեցել է, մի հատ գոռալու իրավունք էլ չունի, ժողովրդավարական Հայաստանում արա։ Հաջորդ օրը բռնի յանիմ, էդի հասկացին, որ այն մի աղբերը, այն մի տղե, այն մի հարազատ էլ հենց գոռան նրան էլ կնստեցնի։ Այսինքն խոսալու իրավունք էլ չունեք դուք։ Ազատություն եմ մաղթում, իրանց էլ եմ իհարկե ազատություն ու առողջություն։ Իհարկե։ Դուք Մարիամ ջան, կներեք, դուք գիտեք հիմա իրանք չեն ուրախանում։ Ես իրանց բոլոր մեր քաղ բանտարկյալներին խնդրում եմ ձեզ լավ նայեք, ձեր առողջականին լավ նայեք, որ հանկարծ չմեռնեք այդտեղ։ Ու դուք հանկարծ չմտածեք, որ հիմա Նարեկ Սամսոնյանից կյանքին մեռնեն, որ հացադուլ էր արե, չէ։ Չմտածեք, որ Նարեկ Սամսոնյանը հանկարծ հեռ իրանից մի բան լներ իրան, սրանք նեղվելու են։ Կասեն ավելի լավ մեռավ գնաց։ Սրանք այնքան անասուն են, որ չեն հասկանում, որ վաղը չեմիս որ իրանց վիճակն էլա ծանրանում ամեն մի քաղ բանտարկյալի մահի համար։ Էդ էլ չեն հասկանում։ Կասեն ավելի լավ, թող մեռնի։ Հացադուլ արե, թող մեռնի ավելի լավ։ Հասկանում եք սրանք ոնց են մտան։ Դա համար դուք ձեր առողջականին լավն եք, որտեղից սաղ սալամատ հելնեք։ Ու տա Աստված մեր երկիրն էլ թող վերադառնա նորից ժողովրդավարական Հայաստան դառնա, այն Հայաստանը, որը որ այս իշխանությունները վերցեցին, որովհետև սրանք մենակ այդ մի բանը կարան անեն, Մարիամ ջան։ Հայաստանը դարձնեն էլի ժողովրդավարական Հայաստան, այսինքն որ քաղ բանտարկյալ չլինի, որ իրոք լինի խոսքի ազատություն, ոչ թե բեզաչոտնի լեպիր շավարի խոսույթ, որ հիմա կա։ Իրոք լինի քաղաքական խոսքի ազատություն պիտի լինի, քաղաքական խոսքի ազատություն։ Այդի որ եղավ ժողովրդավարական Հայաստանը, որ եղավ, ես կհամարեմ, որ այս իշխանություններն էլ էլի գոնե մի լավ բան արեցին։